Փետրվարի 28-ին տարածաշրջանը արթնացավ նոր պատերազմի լուրով։ Չնայած ընթացող բանակցություններին, ամերիկյան եւ իսրայելական ուժերը հզոր հարվածներ հասցրին Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ի պատասխան Իրանը հարվածեց Իսրայելին եւ տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին։ Ընթացող պատերազմի պատճառների եւ հնարավոր զարգացումների մասին խոսել ենք իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ։ Կոնֆլիկտի նախապատմությունից հետո ավելի մանրամասն կխոսենք ինչ է հիմա կատարվում եւ ինչ սպասել։ Փաստացի երկու պետություն Իրանը եւ Իսրայելը, որոնք չեն կիսում ընդհանուր սահման, պատերազմում են միմյանց դեմ։ Ինչն է այս երկու պետությունների անհաշտացակցության պատճառը։ Իրано-իսրայելական հակամարտությունը ունի շատ երկար տարիների պատմություն ու մասնավորապես ձևավորվել է 1979 թվականին Իրանում իսլամական հեղափոխությունից հետո, երբ որ Իրանում ձևավորվեց Իսլամական Հանրապետություն, որը հռչակեց իրեն որպես գեղեցկվածների, ճշմարտների պաշտպան, աշխարհի մուսուլմանների պաշտպան, այդ թվում պաղեստինցիների շահերի պաշտպան ու ըստ էության նաև դրա հիման վրա էլ աստիճանաբար բնականաբար Իսրայելի հետ հարաբերությունները վատթարացան, չնայած մինչև այդ Իրանը եւ Իսրայելը ունեին բավականին լավ զարգացած դաշնակցային հարաբերություններ, բայց հեղափոխությունից հետո այդ հարաբերությունները լիովին այլ հունով անցան եւ Իսրայելը հռչակվեց իրանական կողմի այսպես թշնամիներից մեկը, նույն ձևով նաեւ նահանգների հետ հարաբերությունները ընթացան այլ հունով, այնտեղ հեղափոխությունից հետո տեղի ունեցավ դեսպանատան գրավումը Իրանում Միացյալ Նահանգների, որը այսպես շրջադարձային կետ դարձավ այդ երկրների հարաբերությունների այլ հունով ընթանալուն ու աստիճանաբար արդեն հետագա տարիների ընթացքում դրանք սկսեցին ավելի սրվել, սկզբում օրինակ տնտեսական բաժամիջոցների տեսք ունեն եւ միայն Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին էին առնչվում, հետագայում դրանք արդեն ավելի խորացան, հետագայում արդեն առաջ եկավ միջուկային խնդիրը ու դրանով պայմանավորված է ըստ էության վերջին 20 տարում ունենք այդ լարված իրավիճակը, որի կուլմինացիան էլ մենք այսօր ականատես ենք լինում։ Արդեն այսօր մասին խոսենք, Ալի Խամենեին, Իրանի հոգևոր առաջնորդը, ով նաև հանդիսանում է փաստացի պետության ղեկավարը, սպանվեց, ինչը հազվաձ է բերել պատահում, երբ պետության ղեկավարը պատերազմի ժամանակ հակառակորդի կողմից միանգամից սպանվում է։ Եթե հիշենք, նախորդ 12-օրյա պատերազմի ժամանակ կային տեղեկություններ, որ իսրայելյան կողմը նորից փորձել է սպանել, բայց ԱՄՆ-ից ցույց չեն տվել փաստացի դա անել։ Հիմա այս անգամ ինչը փոխվեց, որ այսպեսի միանգամից սպանեցին իր ղեկավարին։ Տեսեք, ինչով է տարբերվում այս անգամ պատերազմը նախորդից, եթե մենք հիշում ենք նախորդ պատերազմը հենց մեկնարկեց Իսրայելը ու գործողությունները հիմնական ընթանում էին Իրանի եւ Իսրայելի միջեւ, այսինքն դա երկկողմ բնույթ ուներ։ Միայն վերջում արդեն նահանգները եւս միջամտեց ու հարվածներ հասցրեց Իրանի միջուկային օբյեկտներին, ամենակարևոր օբյեկտներին ու ըստ էության նաեւ ոչնչացրեց այդ օբյեկտները, որի մասին փաստացի խոստովանել է նաև իրանական կողմը, այսինքն հունիսյան պատերազմը ավելի շատ Իրանի եւ Իսրայելի միջև էր ու ավելի սահմանափակ էր այդ առումով։ Շեշտադրում է իհարկե միջուկային օբյեկտներն էին, բայց կային նաև այլ թիրախավորումներ, օրինակ հրթիռային օբյեկտների, ավիաբազաների տեսքով եւ իհարկե ռազմաքաղաքական ղեկավարության տեսքով, բայց ամեն դեպքում, եթե մենք համեմատում ենք այս պատերազմի հետ, դա ավելի սահմանափակ էր։ Հիմա միանգամից տեղի ունեցել գործողություն Իրանի եւ Միացյալ Նահանգների մասնակցությամբ, այսինքն նահանգները կեսից չի մասնակցել, այլ այդ գործողության նախաձեռնողներից մեկն է եղել ու ըստ էության սա արդեն շատ ավելի լայն է, համապարփակ է ու տրամաբանական է, որ նաև ներառում էր հենց այդ ասպեկտը գերագույն առաջնորդին սպանելը, որովհետև երկու կողմի հանրահռչակած նպատակներից մեկը ըստ էության համակարգի փլուզումն է։ Ու այս համատեքստում նաև սպասելի էր, որ այո կթիրախավորվի գերագույն առաջնորդը եւս։ Իսկ ամերիկյան կողմից սպասելի կային էր, որ թիրախավորելով հոգևոր առաջնորդին երբեք կլինի ռեժիմի փոփոխություն, բայց որը դեռ չի եղել։ Գուցե սպասելիքը դա էր, որ գերագույն առաջնորդի մահից հետո, եթե չլինի ռեժիմի փոփոխություն, ինչը իրականում շատ բարդ է պատկերացնել, թե ինչպես պետք է միանգամից
մեկ անձի սպանելով, որը այո կարևորագույն ազն է, այդպես արագ տապալվեր համակարգը, բայց առնվազն գուցե ունեին ակնկալիք, որ համակարգում կսկսվի ինչ-որ քաոսային իրավիճակ, բայց մենք տեսնում ենք, որ իրանական համակարգը դեռ դիմադրում է ու գերագույն առաջնորդի մահը դեռ այդ պատճառ չի դարձել, որ այդ համակարգը փլուզվի։ Իրանում արդեն իսկ ձևավորել են առաջնորդության ժամանակավոր խորհուրդ, որը կատարում է առաջնորդի պարտականությունները, մինչև համապատասխան մարմինը փորձագետների խորհուրդը կընտրի նոր առաջնորդին։ Ու այս պայմաններում ու այս պահի դրությամբ իրանական այդ համակարգը շարունակում է աշխատել, ու սա չի նշանակում, որ այդ համակարգի առջև խնդիրներ չկան։ Սա լուրջ խնդիրներ ունի նոր հավանական գերագույն առաջնորդը, եթե տեղի ունենում ընտրություն, նրա առջև է ծառայելու բոլոր ինստիտուտներին համակարգելու հարցը, այդ բոլոր ինստիտուտների մոտ հեղինակություն համարվելու հարցը եւ պատերազմական երկիրը ղեկավարելու հարցը, այս առումով կարող են լինել թե ներքին խոչընդոտներ, այսինքն թե համակարգային ինստիտուցիոնալ խոչընդոտներ, ինչ-որ դիմակայություններ եւ թե հանրային դժգոհություն, այսինքն մարտահրավերները բազմազան են, բայց ել եմ կրկնում այս պահի դրությամբ իրանական համակարգը շարունակում է գործել ու շարունակում է գործել նաեւ շնորհիվները, որ Իրանում նախատեսել էին նաև այս սցենարը, այսինքն իրանցիների համար էլ սա անսպասելի չէր ու հենց գերագույն առաջնորդի կողմից տարբեր պաշտոնների համար մարդիկ էին նախատեսվել իր մահվան դեպքում, մարդ նաև ով կղեկավարի այս ճգնաժամային շրջանը մինչև ընտրվի նոր առաջնորդ, այսինքն այս առումով իրանական կողմը ուներ սցենարներ նախադասած ու գնում է ըստ այդ սցենարների։ Այսինքն որ կարող ենք հաստատել, որ ամերիկյան սպասելիքները չարթարացան, որ առաջնորդի սպանելու դեպքում Տեսեք, եթե մենք ելակետ ենք ընդունում այն, որ նահանգների սպասելիքն այն էր, որ եթե սպանեն գերագույն առաջնորդին, ապա համակարգը միանգամից կփլուզվի, դա այս պայծրությամբ դեռ չի իրականացել, այսինքն իրականում շատ վաղ է գնահատական տալ, թե ինչ է լինելու հետագայում։ Մենք ընդհանրապես պատերազմի արդեն 3-4 օրն է, ու այս պայմաններում դեռ շատ տարբեր զարգացումներ կարող են լինել, այսինքն խոսքը փոփոխական իրադարձությունների մասին է, այսօր կարող է լինել մի իրավիճակ, վաղը մեկ այլ իրավիճակ, դրա համար կրկնում ենք, որ այս պայծրությամբ, եթե ակնկալիքը հենց դա էր, որ միանգամից համակարգ կփլուզվի կամ ինչ-որ փոփոխություն կլինի, դա տեղի չի ունեցել, բայց գուցե նահանգները հենց այդ ակնկալիքը չի էլ ունեցել, որ այո, սպանենք գերագույն առաջնորդին, միանգամից համակարգը կփլուզվի։ Համակարգի փլուզումը դա շատ երկարատև գործընթաց է, որը էլի տարբեր ազդակներ ու գործոններ է պահանջում ու որոնք այսօր փորձում են խթանել նաև նահանգները Իսրայելը իրենց ամենատարբեր գործողություններով ու ամենատարբեր թիրախավորումներով։ Ոնց որ տպավորություն է, որ Իրանում դասեր չեն քաղել կամ անհրաժեշտ կերպով պատրաստ չեն նոր պատերազմին, ո՞ն է դրա պատճառը։ Կախված ինչ ոլորտ դուք նկատի ունեք, որովհետև ամեն դեպքում տեսեք, այդ ոլորտում այո, հնարավոր է, որ այդքան շատ մեծ փոփոխություններ չեն եղել հունիսյան պատերազմից հետո, բայց հաշվի առնենք, որ հունիսյան պատերազմից շուրջ 1 տարի էլ չի անցել ու դա այնպիսի ոլորտ է, որ չէին կարող իրենք 1 տարվա ընթացքում ինչ-որ շրջադարձային փոփոխություններ անել, բայց մենք տեսել ենք, որ Իրանը պատրաստվում էր պատերազմին ու սխալ պնդում է, թե Իրանը պատրաստված չէր։ Հարցը թե ինչքան են հասցրել պատրաստվել եւ ինչ ոլորտներին են հասցրել ուշադրություն դարձնել։ Օրինակ հունիսյան պատերազմի եղած խնդիրներից մեկն այն էր, որ երևում էր առնվազն քաղաքացիական պաշտպանության ոլորտում բացերը, օրինակ ապաստարանների բացակայության կամ քիչ լինելու տեսքով, այսինքն այդ խնդիրները ես այս նկատում եմ նաեւ այս օրերին, բայց Ինչպես արդեն հիշատակեցի իմ նախորդ խոսքում, իրանցիները պատրաստվում էին, ամենայն դեպս սցենարներ ունեին, թե ինչ կարող է լինել, եթե մահանա գերագույն առաջնորդը։ Նշանակել են մարդիկ, ովքեր կարող են փոխարինել օրինակ զինված ուժերի ղեկավարությանը ու էլի կարևոր պաշտոնների համար, իրենք մինչև իսկ 4 փոխարինող էին նշանակել, այսինքն առնվազն այս
համակարգային ինստիտուցիոնալ առումով սցենարներ իրենք ունեին գծած եւ նաեւ դրա հաշվին է որ այսօր համակարգը շարունակում է գործել բայց այլ ոլորտներում էլի հունիսից հետո մեզ համար շատ նկատելի է եղել թե ինչպես է Իրանը ակտիվորեն փորձում նոր սպառազինություն ձեռք բերել հիմնական գործարքները կնքվել է Ռուսաստանի հետ իհարկե այդ սպառազինության գնումն էլ էլի այսպես մեկ օրվա հարց չէ կարող են պայմանագիրը կնքել բայց այդ սպառազինությունը ստանալ օրինակ 2027 թվականին 28-ին այսինքն դա էլ այդպես արագ իրականացվող գործ չէ ու այդ առումով եւս իրանցիները պատրաստվում են ու էլի այստեղ հարցը գալիս է այն թե ինչքանով հասցրեցին պատրաստվել Մենք եթե խոսենք նպատակների մասին, որոնք են նվազագույն եւ առավելագույն նպատակները, որ իրենց աշակերտել են ամենայն եւ Իսրայելը։ Ըստ էության սա այն պատերազմն է, որով Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փորձում են վերջակետ դնել Իրանի հետ իրենց ունեցած խնդիրներին եւ մտահոգություններին Իսրայելը Իրանին ընկալում է որպես գոյաբանական սպառնալիք, նահանգները նման էլի հայտարարությունները առնվազն ունի, որ իրանական հրթիռները կարող էին հասնել նաև նահանգներ կամ իրանական միջուկային սպառնալիք կար եւ այլն, այսինքն այն ոլորտները, որոնք իրենց համար խնդրահարույց են եղել միջուկային ոլորտը, Իրանի հրթիռային ծրագիրը, ու իհարկե Իրանի տարածաշրջանային գործունեությունը, իրենք փորձում են հնարավորինս վերջ դնել այդ բոլոր ուղղություններին, այսինքն թույլ չտալ, որ Իրանը ունենա միջուկային զենք եւ առհասարակ միջուկային կարողություններ, անգամ խաղաղ նպատակներով ըստ էության Իրանը չունենա հրթիռային ծրագիր, Իրանը չունենա տարածաշրջանային ակտիվ գործունեություն եւ տարածաշրջանային պրոքսիներ Եվ առհասարակ Իրանը չլինի մի այնպիսի երկիր, որը կարող է Իսրայելի շահերին մարտահրավեր նետել ու նաև Միացյալ Նահանգների շահերին տարածաշրջանում նրանց շահերին մարտահրավեր նետել, այսինքն գլխավոր նպատակը հենց դա է ունենալ Իրան, որը չի կարող իրենց շահերին որևէ մարտահրավեր նետել։ Ու այդ նպատակին հասնելու ճանապարհին դրված այլ խնդիրներից է նաև Իրանի համակարգի փլուզումը ու դրա համար իրենք ըստ էության դիմում են ամենատարբեր գործողությունների ու մեխանիզմների կիրառմանը։ Իսկ այս պարագայում ոնց է Իրանի մարտավարությունը դիմակայելու համար իրենց ավելի հզոր հակառակորդների։ Իրանը սա անցալում է որպես էլի գոյաբանական հարց ու Իրանը եւս իր ողջ ուժերն է ներդրել այս դիմակայությունում Իրանը փաստացի այս օրերին գործի է դնում իր բոլոր լծակները դա Հորմուզի նեղուցը փակելն է կամ առնվազն այնտեղ խոչընդոտներ ստեղծելն է դա թիրախավորելն է տարածաշրջանի արաբական երկրներին եւ մասնավորապես այնտեղ գտնվող ամերիկյան ռազմական բազաները, նրանց ռազմական ներկայությունը, չնայած արդեն իսկ հաղորդումներ կան նաեւ հենց դեսպանատների թիրախավորման մասին, նաեւ հաղորդումներ կան արաբական երկրներում էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորման մասին, առնվազն Սաուդյան Արաբիայում նավթավերամշակման գործարանի եւ կարծեմ կատարում է էլի էներգետիկ ենթակառուցվածք թիրախավորվել Այսինքն Իրանի մարտավարությունը այս պայծրությամբ հետևյալն է ցույց տալ, որ իր դեմ պատերազմը միայն երկկողմ բնույթ չունի եւ ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա Իրանը փորձում է մեծացնել իր դեմ վարած այդ պատերազմի գինը ու միաժամանակ ստիպել այն երկրներին, որոնց որ այս օրերին թիրախավորում է, այսինքն արաբական երկրներին, նրանց ստիպել ակտիվ լինել եւ ճնշել նահանգներին ու Իսրայելին դադարեցնել Իրանի դեմ գործողությունները։ Իհարկե նաեւ ռազմաբազաների թիրախավորմամբ մյուս նպատակը այն է, որ թույլ չտան, որ այդ բազաներն օգտագործվեն Իրանի դեմ, բայց այստեղ նաեւ շատ կարեւոր դեր ունի հենց այդ քաղաքական ճնշումը ցույց տալը, որ ամբողջ տարածաշրջանն է հայտնվում ճգնաժամի մեջ ու դրանով իսկ ստիպել այդ երկրներին, որպեսզի քայլեր ձեռնարկեն պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Իսկ Իրանի տեսանկյունից ավելի արդյունավետ չէ լինի, եթե հիմա նկատում ենք, որ դուք նշեցիք տարբեր երկրների հարվածում, արաբական երկրներ, արաբացի երկրներ, եթե թիրախավորել միայն մեկ երկրի, ըստ էքում Իսրայելին, դա ավելի արդյունավետ չէ լինի հենց Իրանի տեսանկյունից։
ամբողջ հարվածը ուղղել մեկ է։ Տեսեք, թիրախավորվում է նաև Իսրայելը, բայց քանի որ Իրանի դեմ գործողություն էր եւս շատ լայնամասշտաբ բնույթի եւ դրանց անմիջապես մասնակցում է Միացյալ Նահանգները, ապա Իրանը պետք է նաև պատասխանի Միացյալ Նահանգներին։ Բուն Միացյալ Նահանգներին բնականաբար Իրանը չի կարող ինչ-որ հարվածներ հասցնել, հետեւաբար պետք է թիրախավորի տարածաշրջանում նահանգների ներկայություն օջախները ու նաև այն օջախները, որտեղից որ նաև Իրանի դեմ գործողություններ են ձեռնարկվում, հետեւաբար տրամաբանակ են Իրանի արձագանքի նման բնույթը թիրախավորել նաև արաբական երկրներին, ու քանի որ արդեն նշեցի, որն է դրա նպատակներից մեկը, սա ցույց է տալիս, որ Իրանի դեմ գործողությունը կարող է ամբողջ տարածաշրջանին եւ նաեւ աշխարհին առնչվել ու ամբողջ համաշխարհային ինչ-որ ճգնաժամ ստեղծել, հետեւաբար դա պետք է խթան դառնա այդ գործողությունները դադարեցնելու։ Իսկ այս տրամաբանությամբ ինչքան ժամանակ կարող է դիմանալ Իրանը։ Իրականում բարդ է նման ինչ-որ հստակ գնահատական տալ, առայժմ իրանական կողմը շարունակում է դիմադրել եւ մենք ունենք հաղորդումներ օրինակ արաբական երկրներից, թե ինչքան հրթիռներ են իրենք որսացել եւ այլն, ու դրանք բավականին մեծականակ են, այսինքն Իրանը առնվազն այս պայծրությամբ դեռ ունի բավարար կարողություն դիմակայելու, մենք չպետք է մոռանանք, որ տարիներ շարունակ Իրանը իր ռազմական կարողությունները, հզորությունները հենց կենտրոնացրել է հրթիռաշինության եւ ԱԹՍ-ների արտադրության վրա, ու առնվազն քանակի տեսանկյունից նրանք ունեն բազմաթիվ հրթիռներ եւ ԱԹՍ-ներ, ու այդ առումով հենց այսօր էլ արդեն Իրանը գործի է դնում իր այդ զինանոցը, ել եմ կրկնում, թվականակի մասին խոսելը բարդ է ու դժվար է պատկերացնել, թե չգիտեմ, շաբաթների, օրերի կամ ամիսների կտրվածքով որքան դա կբավականացնի, բայց այդ զինանոցը Իրանը լրացրել է տարիներ շարունակ։ Իսկ ցամաքային ներխուժում որքանով է հնարավոր։ Դա եւս դժվար է կանխատեսելը, որովհետեւ նախ դա վերաբերում է Միացյալ Նահանգների այսպես որոշումներին ու Թրամփի որոշումներին, իսկ Թրամփը շատ անկանխատեսելի է, ամենայն դեպս նման հարց հնչել է Թրամփին եւ նա պատասխանել է, որ կարծես թե դրա կարիքը չկա, այսինքն ընդհանուր առմամբ նա չի բացառել, որ կարող է լինել նման հավանականություն, բայց համարում է, որ դրա կարիքը չկա։ Այս պայծրությամբ նման ցուցիչներ չկան, որ հնարավոր է նաև ցամաքային գործողություն, իսկ եթե լինի նման գործողություն, այդ նշանակում է, որ օդային հարվածներով, ավիահարվածներով ամերիկա-իսրայելական կողմը իր արժեվ դրած նպատակներին չի հասել։ Այս ընթացքում տարբեր սցենարներ են շրջանառվում Իրանի հետագա ընթացքի վերաբերյալ, ասում են սիրիական սցենար, իրաքյան սցենար, լիբիական սցենար, մանրամասն դեպի սցենարներ են, ու բարդ կլինի երկրի կանխատեսել, բայց որ սցենարն է, որ ավելի հավանական է, որ Իրանի դեպքում կլինի։ Իրականում ճիշտ է, բարդ է կանխատեսել, թե կոնկրետ ինչ է լինելու, որովհետև ամեն ինչ կախված է նրանից, թե այս ռազմական գործողությունները որքան կտևեն, ինչ վերջն արդյունքը կլինի այդ ռազմական գործողությունների հետևանքով։ Այստեղ իրականում կան ավելի շատ հարցեր, քան պատասխաններ, թե ինչ կլինի հետագայում։ Իհարկե կան բազմաթիվ սցենարներ, որոնցից մեկը կարող է լինել այն, որ ռազմական գործողություններն ավարտվում են եւ իրանական համակարգը շարունակում է պահպանել իր կայունությունը, այսինքն կարողանում են ընտրել նոր առաջնորդ եւ այս համակարգը շարունակում է գործել, բայց այստեղ էլի շատ հարցեր կան։ Արդյոք նահանգները իր առջև խնդիր է դրել, թույլ չտալ, որ Իրանը ունենա նոր գերագույն առաջնորդ։ Այսինքն արդյոք եթե Իրանում ենթադրենք այս օրերին ընտրեն նոր առաջնորդ, նահանգները կթիրախավորի նրան, եւս սա շատ կարեւոր հարցերից մեկն է։ Իրանում դեռ չեն ընտրել նոր առաջնորդ եւ այստեղ էլի հարց կա։ Արդյոք հենց Իրանում կա այդ մտավախությունը, որ եթե ընտրեն նոր առաջնորդին, նա կարող է թիրախավորվել եւ գուցե դրա համար դեռ չեն ընտրում։ Այսինքն ամեն ինչ նաև դրանից է կախված, թե առաջնորդի ընտրությունը ինչպես տեղի կունենա, երբ տեղի կունենա, նորից էլի առաջնորդի ընտրության հետ կապված էլի տարբեր սցենարներ են բխում, արդյոք նոր առաջնորդը կկարողանա կոնսոլիդացնել ամբողջ ինստիտուտները եւ համակարգը կայուն պահել, թե կլինեն
տարբեր ինստիտուտներ, որոնք փորձեն ավելի այսպես գերակայություն ունենալ ու ավելի այլ կոշտ դիրք կամ հակառակ ավելի մեղմ դիրք որդեգրելու քաղաքականությունը առաջ տանել։ Այլ սցենարներից իհարկե եթե եւ գերագույն առաջնորդի ընտրության դեպքում եւ դեռևս բացակայության դեպքում արդյոք Իրանում հավանական է, որ ընդվզումներ լինեն, քանի որ սա էլի այդ խաղադրույքներից մեկն է, որ կարող է գործադրվել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից, այսինքն պատերազմական գործողությունների պայմաններում եւ անգամ դրանից հետո ընդվզումները եւս խնդրահարույց ու շատ մարտահրավերային կարող են լինել համակարգի համար։ Մենք այս օրերին տեսնում ենք, որ հարվածներ են հասցվում Իրանի ոստիկանական բաժանմունքներին, հարվածներ են հասցվում սահմանային ուղեկալներին։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ փորձ է կատարվում ներքին ճգնաժամ ստեղծել, այսինքն այն ոստիկանները, որոնք պետք է ենթադրենք վերահսկեին ներքին կարգ ու կանոն ու այդ նաև ցույցերի խնդիրը, նրանց դեմ գործողություններ են ձեռնարկվում։ Սահմանային ուղեկալների թիրախավորում են արևմտյան սահմանային ուղեկալները, սա Իրանի ամենախնդրահարույց սահմաններից մեկն է։ Այստեղ կան քրդական անջատողական խմբավորումներ, որոնց հետ միշտ բախումներ են լինում։ Այսինքն այդ խմբավորումների ակտիվացման փորձ է ըստ էության կատարվում փաստացի, տարբեր ճակատներ են փորձում ստեղծել Իրանի իշխանությունների համար։ Հիմա այստեղ էլ էլի հարցը նա է, ինչքանով կհաջողվի այդ խմբավորումներին լիարժեք ակտիվացնել, այդ խմբավորումներին Իրանի ներսում կկարողանան դիմակայել այս պայմաններում, թե չէ, ինչ մասշտաբներ դա կգրի։ Այսինքն հարցերի ենթաշերտերը այնքան շատ են, որ յուրաքանչյուր սցենարից բազմաթիվ ենթասցենարներ կարող են բխել, ընդհանուր մինչև քաղաքացիական ինչ-որ բախումների վտանգ կամ իշխանության մեջ օրինակ ռազմական թևի ավելի ակտիվացման եւ ավելի ակտիվ դիրքեր գրավելու փորձերի տեսանկյունից։ Բայց էլի եթե վերադառնանք հենց այսօրվա դրությամբ, համակարգը շարունակում է իր տրամաբանությամբ գործել, համակարգի ներսում այդ ճաքերը տեսանելի չեն, բայց կախված նրանից, թե զարգացումները ինչպես կընթանան, ինչ գործողություններ էլ կլինեն Իրանի դեմ, էլի ինչ մարդիկ կթիրախավորվեն, թե ոչ, կամ ինչ կետի վրա կորոշեն կանգ առնել, ըստ դրա արդեն ավելի պարզ կարող է լինել, թե հնարավոր ինչ սցենարներ կլինեն։ Իրանի ներսում դեպի պատերազմը հաստատ ուսումնասիրվել է բավական շատ դեպքերը, կա ինչ-որ ուժեր, որոնք այսպիսի հարմար առիթի դեպքում ենք կձգտեն ունենալ մասնատած Իրանը ու ստեղծել իրենց պետություն կամ ինչ-որ իրավունք։ Տեսեք, Իրանը բազմէթնիկ երկիր է եւ Իրանի ներսում կան էթնիկ հանրույթներ, որոնց շրջանում այո որոշ խմբեր ունեն անջատողական ինչ-որ ձգտումներ, կան անջատողական խմբավորումներ, այդպիսի ամենահայտնիներն են քրդական շրջանները եւ բելուջական շրջանները, որոշ ակտիվություն կա նաեւ արաբական շրջաններում, բայց քրդականը եւ բելուջականը ավելի ակտիվ են։ Բայց այս պայմաններում ինչ-որ կոնկրետ անջատողական ձգտումներ ունենալը ենթադրում է հատուկ աջակցություն արտաքին դերակատարների կողմից։ Ու օրինակ նույն Իսրայելի կարծես թե հաշվարկներից մեկը այն է, որ կարող են ակտիվացնել այդ էթնիկ հանրույթներին ու անջատողական ինչ-որ խմորումներ հրահրել, բայց սա կոնկրետ աջակցություն է պահանջում, որպեսզի ինչ-որ գործողություններ ձեռնարկվեն, ընդհանուր մինչև մասնատվելու մասին, կարծում եմ խոսքը շատ վաղ է, իհարկե ամենավատ սցենարների դեպքում կարող են նման փորձեր լինել, բայց այստեղ մենք նաև չպետք է մոռանանք հարևան երկրների դիրքորոշման մասին, այն որ հարևան երկրներին Իրանի եւս ցերնդու չէ նման սցենարը, որ Իրանը մասնատվի։ Եթե մենք հիշում ենք, երբ տարիներ առաջ Իրաքյան Քրդստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե եւ իրենք փորձում էին որպես անկախ պետություն հռչակվել, հարևան երկրները, այդ թվում Թուրքիան, Իրանը եւ նաեւ հենց Իրաքը բնականաբար
ոչ ոք թույլ չտվեց, որ դա տեղի ունենա, քանի որ քրդեր կար նաև Իրանի տարածքում, կա Թուրքիայի տարածքում ու անկախ քրդական պետության առաջացումը որևէ կերպ նրանց ձեռնտու չէր։ Հիմա այս օրերին եւս եթե Իրանի տարածքում անգամ նման փորձ կատարվի, դա եւս հարևան պետություններին ձեռնտուն չի լինելու ու նրանք եւս կարող են ինչ-որ քայլեր ձեռնարկել դա թույլ չտալու համար։ Բայց այստեղ նաև գծենք, որ այնպես չէ, որ Իրանում այդ քրդական անջատողական տրամադրությունները այդքան ակտիվ են, որքան օրինակ տարածաշրջանի մյուս երկրներում, որտեղ կա քրդական բնակչություն։ Իհարկե խմբավորումներ կան, բայց դա չեն կարող տարածել ամբողջ քրդական բնակչության վրա։ Իսկ Հայաստանի շահերից ուսումնասիրել ո՞ր սցենարը տեսնել շահերից բխի։ Մեզ համար ամենակարևորը Իրան պետության կայունությունն է եւ այնտեղ քաոսի բացակայությունը, պատերազմի բացակայությունը, քանի որ Իրանը մեր հարևան երկիրն է եւ այնտեղ տեղի ունեցող ցանկացած վատ սցենար ու զարգացում ավտոմատ ազդելու է նաեւ մեզ վրա։ Իրանը մեր առևտրային 4-րդ գործընկերն է եւ սա կարող է մեզ համար այս ոլորտում խնդիրներ առաջացնել։ Իրանը մեզ համար կարևոր այլընտրանքային ուղի է դեպի արտանքին աշխարհ ու սա եւս ըստ էության կարող է վտանգվել ու ելի մեզ համար մարտահրավերներ առաջացնել ու փաստացի մենք կախված ենք լինելու միայն վրացական երթուղուց, այսինքն պատերազմի շարունակումը հնարավոր այդ վատագույն սցենարները որևէ կերպ չեն կարող Հայաստանի օգտին լինել։ Իսկ այս պարագայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանը հաստատ հակամարտությունը չէ։ Հայաստանի փորձը պաշտպանել չեզոքություն, որքանով է դա հնարավոր եւ միջից կա Հայաստանի քաղաքականությունը ստեղծել։ Հայաստանը սովորաբար ավանդաբար աշխատել է վարել բալանսավորված քաղաքականություն, Իրանը մեր հարևան երկիրն է եւ այս երկրի հետ հարաբերությունները անխուսափելի են ու այլընտրանք չունեն ու մեզ համար կարևոր հարևան երկիր է, ավելին մենք պատրաստվում ենք նաեւ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել ու այս առումով Հայաստանը նաեւ վերջին օրերին է հիմնականում էլի փորձել է չեզոք լինել, բայց միաժամանակ իրանական կողմի հետ շփումները շարունակվել են։ Կարծում եմ Հայաստանի համար, Հայաստանի քաղաքականության ու դիրքորոշումների համար հենց ելակետ պետք է լինի այն հանգամանքը, որ Իրանում կայունությունն է մեզ համար կարևոր եւ Իրանի այսպես եւ վատագույն սցենարները, որ կարող են սպառնալ Իրանին, դա կլինի պառակտման տեսքով, դա կլինի զուտ քաոսի ու մշտական ինչ-որ բախումների տեսքով, դա որևէ կերպ մեր շահերից չի բխում ու Հայաստանը եւս շահագրգռված է, որ իրավիճակը հնարավորինս շուտ հարթվի ու հարթվի հնարավորության դեպքում դիվանագիտական ճանապարհով, բայց դրա հույսերը փաստացի այս պայծառությամբ չկան ու չկային նաև այն ժամանակ, երբ որ ընթանում էին այդ բանակցությունները։